Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի քանի շաբաթ առաջ էր, երբ Մոսկվայում Ռուսաստանի Թագավորի նախագահ Պուտինը Փաշինյանին փաստի առաջ դրեց հրապարակային իրենց հանդիպման ժամանակ, ԵԱԴՄ Եվրոմիություն այդ երկգույթյան, Փաշինյանը այնտեղ ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասեց, որ գիտեք ինչ, այնքան ժամանակ որ հագասություն չկա, առաջան մեզ շարունակենք, հետո կնայենք։ Կերտ ասած 7-րդ դասարանի ուսանողը երևի թե նման պատասխան չեն դար։ Ավելի պատկերավոր ասեմ, էլի կենցաղից ամուսնացած ես, կինդ հայտնաբերում է թե սիրուհի ունես ու քեզ փաստի առաջ է դնում, միգուցե ներում ասում է, բայց ընտրություն արա, եւ դու ասում ես, գիտես ինչ, թե չգիտեմ սիրուհին հետ կամուսնանա թե չէ, հələ որ այդպես հակասություն չկա, շարունակենք միասին ապրել, հետո որ ինքը որոշի, ես կորոշում։ Ահա որ սխալ պատասխան, ոչ դիվանագիտական, նորից եմ մտնում 7-րդ դասարանի ուսանողը երևի թե այդպիսի պատասխան չեն տալ։ Իրեք այն ժամանակ ես մի վահ մտածեցի, երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը թեև անակնկալի եկավ, այլ պատասխան չուներ, հիմա այդպես ասեց, բայց որ 2 օր առաջ լրագրողներ եւ նորից այդ կապակցությամբ Փաշինյանին հարց տվեցին, նույն պատասխանը տվեց։ Գիտեք ինչ, երբեք Փաշինյանը դիվանագիտություն չի իմացել, հերու է եղել եւ բոլոր այն արհավիտները, եւ ես հապացույց եմ ասել, եթե իմ կոորդինատիան գրառումներին, ելույթներին հետևել եք, առաջի օրվանից եմ ասել, որ այն արհավիտները, որ մեր գլխին Փաշինյանը բերել է, հիմնականում բոլորը գալիս են նրանից, որ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է։ Նա չի իմացել, այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը։ Եվ այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել։ Ցանկացած իրավիճակում, երբ նրա առաջ երգիության հարց է եղել, գնացեք հետ նայեցեք, միշտ ինքը արել է սխալ ընտրություն։ Չի եղել դեռևս իրեն ընձեռնված ամեն սխալից հետո ընձեռնված նոր հնարավորությունը, որը կարող է ինչ-որ իրավիճակ շտկել, նա միշտ արել է սխալ ընտրություն։ Եվ դա հիմնականում կարող է լինել նաև այլ պատճառներ, գալիս է նրանից, որ նա դիվանագիտությունից շատ հեռու մարդ է, քորդի թվագի չի հասկանում։ Այս ամբողջ եվրոպական քաղաքական համայնքի, Եվրոմիության սամիտների այս ամբողջ ցածրական գիրեք կողմը, որ Երևանում դերի ունեցավ, նույնպես սխալ ընտրության, սխալ դիվանագիտական կոորդինացիան արդյունք է։ Այսօր Փաշինյանը զգում եք բոլորդ, որ լրագրողների հարցերից միշտ փորձում է պաշտպանվել բոլոր այն երևույթների եւ բացասական հետևանքներից, որոնք առաջացան հենց այդ քաղաքաժողովի ընթացքում, Զելենսկու ներկայությունը, Մակրոնի հայտարարությունները եւ բազմաթիվ այլ հարցեր, նրանից հիմա ինքը փորձում է պաշտպանվել եւ այսօր այդ սամիտների արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սրվել են եւ այն երգիությունը, որի առաջ Հայաստանը այսօր կանգնել է, առավել խորացել է։ Այդ Փաշինյանը իսկապես սխալ ճանապարհի վրա է եւ այս բոլորը իրոք պատճառ չունեն այսպես լինելու։ Մենք երբեք նման ընտրության առաջ մեզ պատճառ չունենք դնելու։ Այսօր Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները մեր 30 տարվա այս անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է գտնվում, հավատացեք։ Նախկինում քոնե ես կարող եմ իմ 10 տարվա կոորդինացիան ժամանակի մասին խոսել, հարաբերություններ եղել են շատ ավելի բովանդակային, խորքային, Հայաստան դրանից արդյունք է քաղել եւ Եվրոմիության հետ, եւ ՆԱՏՕ-ի հետ, զուգահեռաբար շատ լավ հարաբերություններ պահելով եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ մյուսների հետ։ Ուղղակի պատճառ չկա քեզ ինչ-որ երգիության առաջ դնել հարաբերությունները սրել։ Եվրոմիության հետ եղել են սամիտներ, Բրյուսելում, Երևանում են եղել, նույնը ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի բոլոր այդ 10 տարիների կորձող գլխավոր քարտուղարները այցելել են Հայաստան։ Սոլանա, Ռոբերտսոն, Շեփեր, երեքն էլ այցելել են։ Եվրոմիության հետ եղել են բազմաթիվ սամիտներ, հանդիպումներ,
Քորձնական արդյունքներ են եղել, նյութական օգնություն է եղել, ներդրում է եղել, Հայաստանը ունեցել է առևտրային հարաբերություններ, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում Փաշինյանից առաջ այդ 10 տարիների ընթացքում մեր ժամանակ ՍԵՊԱ-ի ստորագրությամբ շատ ավելի մեծ հնարավորություններ է եղել։ Փաշինյանը ինքն է կանգնացրել բիոմետրիկ անձնագրերի այդ ամբողջ ընթացքը, որը խանգարել է դարիներով հետաքրքրել մեզ այդ վիզայի ազատականացման հարցից։ Եվ բազմաթիվ նման հարցեր չի եղել որևէ եվրոպական լուրջ ընկերության ներդրում այս 6-8 տարիների ընթացքում։ Եվ իրոք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այսօր գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Եվ հակառակ դրան ուղղակի շոյի մասն է մեծացել, որի հետևանքներում արդյունքում մենք ունենում ենք այնինչ ունենում ենք, սրվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Փաշինյանը իսկապես դիոնակությունից շատ հեռու մարդ է։ Նա մտել է ինչ-որ տարբեր տեսակ գործարքների մեջ, որից իսկապես ինքը արդեն հնարավորություն ունի դուրս գալու։ Դրա միակ լուծումը իսկապես Փաշինյանի հեռանալն է, եւ դրա հնարավորությունը մենք շուտով ես կարծում եմ, որ ունենալու ենք։ Նայեք Փաշինյանը, երբ ասում է, եթե ես չնդրեմ պատերազմ կլինի, բացարձակ սուտ է, բացարձակ իսկապես, եւ դա նույնիսկ ես կարծում եմ նման խնդիր դնելը դա արդեն քրեականորեն ես կարծում եմ պատժերի պետք է լինի իսկապես, որ դու քո ժողովրդին նման սպառնալիքի առաջ ես դնում, առանց որևէ լուրջ հիմնավորման, չկա հաղթող ուժերի, հնարավոր հաղթող ուժերի ծրագրերում որևէ բան, որը կարող է որևէ մեկի մտքում կասկած առաջացնի, որ նրանց հաղթանակը կարող է պատերազմի կամ նման հետևանքների բերել։ Նա բացարձակ սուտ է։ Բայց մյուս կողմից բացարձակ իրականություն է, որ եթե Փաշինյանը ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու։ Դրա հիմնավոր ավացույցը կա հենց Պուտինի, Ռուսաստանի նախագահի վերջի հայտարարությունը։ Մոռանանք Մոսկվայի ասածը, վերջերս նպատակային շատ սուր հարցը դրել է այդ երկիրությունը, եւ Փաշինյանի ընտրության դեպքում ակնհայտ է, որ մենք ունենալու ենք շատ լուրջ տնտեսական, անվտանգային, էներգետիկ խնդիրներ, որը պատշտական է ազդելու մեր ժողովրդի առօրյա կյանքի վրա։